Մեր անվտանգության համակարգն է։ Հարգելի Վարդան Ղուկասյան, սա ինչ է, հա։ Ես ուզում եմ, որ այս նամակը լսեն նամանավանդ ազգությամբ եզդի անուշ ապերները։ Շատ եմ խնդրում կարդալ իմ նամակը, որում ես ձեզ խնդրեմ օգնել մի ընտանիքի, ովքեր ընկել են կրակը միտականքի պատճառով։ Ուրեմն մի Միշա Մահոյան ազգությամբ եզդի, ջնդինից լսմա, ապրում է Վաղարշապատի Զվարթնոց գյուղում, ով ամեն անգամ 44 օրյա պատերազմի մասնակցի գերեզմանին, հայոյա խառն բառապաշար է ցուցաբերում զոհված ծնողին, փողոցի մեջտեղում մեքենայով անցնելուց։ Եթե կտեսնի պատուհանը քիչացնի կվիրավորի զոհվածի ծնողին գոռալով այ բոզ, այ պոռնիկ, տղուտ գերեզմանը ես պիտի պղծեմ, գամ բացեմ դնեմ գերեզմանի վրա նկարեմ ձեզ ուղարկեմ ու միշտ նամակներ քֆուրներ դիմել են Էժմիածնի ոստիկանությանը Վահե Ղազարյան, որ վերահսկեն այս ապուշին, շատ ինչի, բայց ապուշ, եթե ոչ բոզի տղա։ Էժմիածնի ոստիկանները ոչ մի բան չեն անում բացարձակապես, զանգում, դիմում ես, ասում ես, մենք ասել ենք, բայց ապարդյուն, նա դեբիլ չի, հասկանում է, իսկ այդ ոչխար Միշա Մահոյանը ավելի առիթավորվելով սկսում է արդեն բացահայտ քֆուր տալ, շատ եմ խնդրում, եթե պետք է նկար կուղարկենք, օգնեք այս ընտանիքին, որը քֆուրներ է անում 44 օրյա պատերազմի մասնակցի զոհված հերոս Հովանեսին, ով է Էժմիածնի ոստիկանապետը։ Ես հիմա եթերով դիմում եմ Էժմիածնի ոստիկանապետին։ Եթե հենց հիմա ես բոզի տղուն չեն հավքե, ես կծծնեմ Էժմիածնի ոստիկանապետին եւ դիում եմ ընկեր ջնդի, որպեսզի հետագայում դուք ինձ չմեղադրեք կամ հարասարագեզդի անուշ ապերներին, որ ես հայոյում եմ ձեր ազգի ներկայացուցչին եւ այլն, տոնով տեղով ծծնում եմ։ Ես ձեզ տալիս եմ 24 ժամ ժամանակ։ Գտնում եք այս ռախպի տղին, ով բնակվում է Զվարթնոցում, ազգուց Միշա Մահոյան ազգությամբ եզդի ապրում է Վաղարշապատի Զվարթնոց գյուղում եւ ինքներդ զբաղվում եք սրա դաստիարակությամբ, հակառակ դեպքում ես կզբաղվեմ եւ շատ վատ կզբաղվեմ։ Չգիտեմ ինչ ասի։ Անցանք առաջ։ Ինչ բանը Էժմիածնի ոստիկանությունը հուսով եմ լսեց։ Արամ Հովանեսյան։ Մանուկ Սուքյասյան, ավականու անդամ, ոտքի։ Ուրեմն ես քո նկատմամբ տղաջան ունեի կամ դեռ ունեմ դրական վերաբերմունք։ Դու քո քաղաքապետարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ, որտեղ որ ուզեցել ես ծծնել իմ բոզիս տղեկին, Վահան Պոռնիկի ծնունդին, բայց տոլի չես կարում, տոլի վատ եւ այլն, ակնարկել ես լայվ ելույթ բառը։ Կապված նրա հետ, որ իմ եթերով խոսում է զոհված զինծառայողի ծնող տրանսպորտի թանկացման հետ կապված եւ հաջորդ օրը իմ բոզիս տղեկը բերում են ինչ-որ նախագիծ, որ զոհվածների համար, զոհված զինծառայողների ծնողների համար տրանսպորտը պիտի լինի անվճար։ Ես չգիտեմ դու ինչ տիպի տղա ես, ուղեղ ունես, թե չունես եւ այլն։ Եթե մյուս անգամ դու փորձել ես համեմատություն անցկացնել իմ եւ իմ բոզի տղեկի միջև, ես քո հետ կվարվեմ ամենավատ ձևով։ Եթե որևիցե մեկին թվում է, թե մենք ունենք կոնտակտ այս Պոռնիկի ծնունդների հետ, կամ ինչ-որ համագործակցություն կա իմ եւ հանրային ձայն կոչված բոզի տղա հիմնարկության միջև, դուք չարաչար սխալվում եք։ Եթե դուք կներկայացնեք որևիցե մի հիմնավոր ապացույց, որ իմ եւ սրանց միջև կա կոնտակտ, ես ձեզանից հրապարակայնորեն ներողություն կխնդրեմ։ Բայց եթե չներկայացնեք որևիցե մի ապացույց, Մանուկ Սուքյասյան, դուք արդեն գիտեք իմ բառապաշարը, մոտեցումը, ձևը եւ այլն։ Հիմա այն մարդն էլ ով ասում է, թե գիտեք, բանը դե հայոյում է, բայց կարող է արել, չգիտեմ եւ այլն,
Եթե որևիցե մի անձ կարող է նորմալ ընդունել այն, որ Վարդան Ղուկասյանը մտնում է ինչ-որ մեկի տուն, կնիկ, երեխա, սաղին հանում դնում է, չգիտեմ, կնգան գործից ազատել է տալը, երեխու նկարներն է դնում, երեխու նկարների տա գրում է բոզի տղա, որովհետև այդ երեխան բոզի տղա է եւ այլն, դա կարելի է ու դրանից հետո ինչ Վարդան Ղուկասյանը եւ տվյալ անձը կարող են ունենալ շփում, ուրեմն դա այտենց բան մտածողը եւ պատկերացնողը, ուրեմն նշանակում է ինքը այդ կատեգորիայի մարդ է։ Այսինքն եթե որևիցե մեկին թվում է, որ հա դի չանեք, մտավ խերես, էդի պլանավորած է։ Այդ եթե տես մտածող մարդիկ կան, ես համաձայն եմ, այդ նույն մարդկանց եւս գցեմ այդ օրը, բայց մենք իրար ընկերություն անենք։ Կա տենց մարդ, ով կհանդուրժի, որ կնգան, երեխեքին, մորը, հորը, սաղ գերդաստանով դնեն, ծսնեն, խայտարակեն, վարկաբեկեն, ինչ ասես ասեն, բանը գանարար հայտարարեն, ով սպերմը շպրիցով շփի վրեն, $1000-2000 փող եմ տալը, բայց պիտի շփի նկարի եւ ղրգի, եթե դա ձեր համար նորմալ է, ուրեմն ընկեր Մանուկ Սուքյասյան, դուք եք դասվում Վահան Ավագյանի նման բոզի տղեկի շարքը, եթե դա ձեզ համար նորմալ է։ Հասկանալի է, եւ չփորձեք ինչ-որ բերել եւ հայմա, ես պաշտոնապես հայտարարել եմ եւ նորից եմ հայտարարում, այսօր իմ համար Գասպարյան Վովան դարել է թիվ 2-րդ թշնամին, առաջի թշնամին հանրային ձայնի ողջ անձնակազմն է, պարզա, եւ եթե որևիցե մեկը կարա կասկածի մեզ բարերի վրա, թողալամաշխարը նրա տուն ու տեղը ծծցնի, Հավիտյանս, Հավիտենից, Որցյակիմ, ես քեզ զգուշացրեցի, տղա ջան, մի խաղա կրակի հետ։ Երեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյան։ Մենք տեղադրել ենք վիդեո ուղարկված քաղաքացիների կողմից Ներսես Մշեցու փողոց։ Այնտեղ մնում է այդ վիդեոյի մեջ մենք դնենք Նադեժդա Կադիշովայի երգը Ծիչոտ Ռուչեյ, Բեժետ Ռուչեյ, գրուպա Զալատոյ կալցո։ Այդ փողոցը երբ է վերականգնվելու։ Ընկեր Դավիթ Հարությունյան։ Հարց Դավիթ Հարությունյանին։ Ուրեմն մենք մեկ ամիս հետո խնդրենք ժողովրդին նորից ուղարկել, եթե ճանապարհը եղավ նման վիճակի մեջ, ես մի ամիս եմ ասում, ինքնուրույն քաղաք Երեգնաձորն է։ Ուրեմն մենք բոլորովս գնում ենք քաղաքապետ Դավիթ Հարությունյանից տուն։ Վերականգնեք այդ ջրահոսքը ոնց ուզում եք։ Ուրեմն քանի որ գնում է խոսք քաղաքապետարաններից մենք հրապարակել էինք փաստաթուղթ, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ Երևանի քաղաքապետ Սիսի Բոզիս տղեն մեկնում է Լոս Անջելես։ Հրապարակ թերթը բնականաբար գողացավ մեզանից, վեգալավարկյանական տեղադրեց, մի ժամ հետո մի ժամ ուշացումով, չնշելով սկզբնաղբյուրը, բայց հրապարակը ինքնաբողոքամ ասում է, գրեք սկզբնաղբյուրը, բայց ինքնագողանում։ Ուրեմն սիրելի սփյուռքահայեր, ԱՄՆ-ում ապրող, ձեր սիրելի Երևանի քաղաքապետ Սիսի Պորնիկից տղեն, ամսի 23-ից 30-ը գործուղվում է Լոս Անջելես 10 հոգանոց խմբով, 10 հոգի Երևանի քաղաքապետարանից գալում են Ամերիկա բիզնես կլասով։ Ու ասում են փող չկա, են ծծեր ագարկի ծնունդը, են ծծերը, բան աղրգե, ուրեմն դիմում աղրգե, հարց աղրգե Երևանի քաղաքապետարան, որ ուրա դրա նամակը